26-27 թվերին, երբ որ նայում եք, անկլավ Հայաստանի տարածքում գոյություն չունի։ Դա եղել է խորհրդային միության քաղաքականությունը, ոնց որ ասում են բաժանիր որտիր ես, առաջ է գալիս փոխանակում կամ այսպես կոչված վերադարձ թեման։ Արցվաշենին մենք Հայաստանի կողմից որ ասում ենք մեր էքսկլավն է, բայց Ադրբեջանի համար դա հայկական անկլավ է։ Հայկական անկլավ է։ Նույնը այն 3-ը, որոնք կան, մեր համար անկլավ են, Ադրբեջանի համար էքսկլավ են։ Ուրեմն այս գործադիր կոմիտեն ուներ հողային վեճերը եւ անտառային վեճերը լուծող հանձնաժողով։ Այսօրվա Արցվաշենը կամաց կտրվում էր Հայաստանի բուն տարածքից։ Վերին ոսկեպարում հայկական հետքը շատ ավելի հին է եղել։ 26 թվականի, 28 թվականի քարտեզներում այնտեղ այսօրվա Տավուշի մարզում մենք անկլավ չունենք։ 39 թվականի քարտեզում Քյարքին չի երևում, այսինքն որպես անկլավ չկա, բայց կան այդ երկուսը վերևում։ Այսինքն Սոֆուլու Բարխուդարլուն եւ Վերին ոսկեպարը երևում են, Արցվաշենն էլ արդեն էքսկլավ է, բայց Քյարքին երևում է, ասենք 58 թվականի քարտեզում։ Ութերորդ հարկ ոդքասթի այս թողարկումը նվիրված է Հայաստանի տարածքում եւ Ադրբեջանի տարածքում գտնվող անկլավներին, որը իհարկե մի դեպքում կարող ենք ասել էքսկլավ է, մյուս դեպքում անկլավ է, բայց դա լրացուցիչ կպարզաբանենք։ Թեման այսօր կքննարկենք հետքի լրագրող Վահե Սարուխանյանի հետ, ով հոդվածաշար է հրապարակել մայիս-հունիս ամիսներին, որտեղ որ անդրադարձել է բոլոր անկլավների պատմություններին։ Վայ ողջույն։ Ողջույն։ Թեման ոնց ես ընտրել, ինչ առիթ դարձավ քո համար, որ այս թեմայով սկսես ուսումնասիրություն անել։ Թեմայի ընտրությունը վաղուց կար, 22 թվականին, երբ որ դեռ Հայաստանն ու Ադրբեջանը խոսում էին սահմանազատումից, սահմանագծումից, չնայած իրականում այդ process-ը չկար, բայց խոսակցությունները կային, անկլավների փոխանակումից էր խոսակցություն գնում, այն ժամանակ սկսեցի դրան անդրադառնալ, բայց կոնկրետ այս հոդվածաշարի գրելու առիթը այն էր, որ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ընդդիմադիր ուժերը սկսեցին խոսել անկլավների հանձնումից, անկլավների փոխանակումից եւ նույնիսկ այդ մեծ հերոստաբանավեճի ժամանակ էլի անկլավների թեման քննարկվեց։ Այսինքն Ադրբեջանի հետ կապված, եթե Արցախի թեման մի կողմ դնենք, Արցախը հանձնելու, ծախելու հա այդ թեման, Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունները այսօր խաղաղության պայմանագիրն էլ եթե մի կողմ դնենք, կա երկու գլխավոր թեմա, որոնք անդադ ընդդիմությունը մատը սենց պահում է այդ թեմայի վրա ու սեղմում է, եւ դրանք ըստ էության ցավոտ թեմաներ են իշխանության համար, որովհետեւ իրենք չասեմ զիջումների մասին են, բայց այստեղ փոխադարձ պիտի պայմանավորվածություններ ձեռք բերվեն, իսկ դրանք զգայուն թեմաներ են։ Այդ երկու թեմաներն են, մեկը անկլավները, մյուսը այսպես կոչված 300,000 ադրբեջանցիների վերադարձը։ Իրական բոլորս գիտենք, որ 300,000 չի, ավելի քիչ է, գրեթե կիսով չափ քիչ, բայց այդ 300,000-ը Ալիևն է ասել, ոչ մեկ գլխից չի հորինել Հայաստանում, եւ իհարկե անկլավները, որը էլի ցավոտ թեմա է, որովհետեւ եթե խոսում ենք անկլավների մասին եւ սահմանագծում սահմանազատում այդ թեմայի մասին, ըստ էության առաջ է գալիս փոխանակում կամ այսպես կոչված վերադարձ թեման, իսկ եթե խոսում ենք վերադարձից, նախ պետք է հասկանալ այնտեղ որքանով է որ անկլավը ում իրավաբանորեն փաստաթղթերի հիման վրա պատկանում, բայց եթե միակողմանի զիջումներով այս քաղաքականությունը շարունակվեց եւ ուղղակի առանց իրավական փաստաթղթերի, առանց հիմնավորումների, նույնիսկ եթե հիմնավորումներ լինեն, հա, իրավական հիմնավորումներ լինեն, եթե այդ անկլավները վերադարձվեցին, Հայաստանը լուրջ փաստի առաջ է կանգնելու։ Մի փոքր պարզաբանենք տերմինները, որ նաև հասկանալի լինի եւ մեր խոսակցության ժամանակ որ գործածենք մեզ դիտողներ լսողները միանգամից պատկերացնեն, որին ենք անկլավ ասում, որին ենք էքսկլավ ասում, բայց խնդրում շատ պարզ բացատրես, եթե կարելի է այսպես ասած խնձորներով։ Տեսեք, անկլավը մի պետության տարածքն է կամ մեկ առանձին պետություն է, մեկ այլ պետության տարածքում ամբողջությամբ շրջափակված։ Օրինակ Սան Մարինո պետությունը, փոքր պետություն է, գաճաճ պետություն է, գտնվում է Իտալիայի սահմանների մեջ։ Ինքը շրջապատված ամբողջությամբ։ Բոլոր կողմից ցամաքով։ Ցամաքով։
օրինակ կամ Մոնակոն, էլի գաճաճ պետությունն է, շրջափակված է Ֆրանսիայի տարածքով։ Բայց ինքը կիսա անկլավ է, որովհետև ինքը բան ունի, ելք ունի դեպի ծով։ Այսինքն ինքը մի պետության տարածքով է շրջապատված, բայց քանի որ ելք ունի դեպի ծով, ինքը կիսա է համարվում։ Օրինակ, իսկ որ դեպքում ենք էքսկլավ ասում։ Էքսկլավը ինքը այն երկրի համար, ում որ պատկանում է։ Օրինակ Նախիջևանը, որը կապ չունի Ադրբեջանի հետ, ցամաքային ուղիղ կապ չունի, ինքը Ադրբեջանի էքսկլավն է։ Բայց այդտեղ մի նրբություն կա, ինքը ոչ մեկի անկլավը չի։ Ինքը Հայաստանի համար անկլավ չի, ինչի, որովհետև անկլավը համարում այն տարածքը, որը բացառապես մի երկրով է շրջապատված։ Այսինքն, քանի որ Նախիջևանը շրջապատված է Հայաստան, Թուրքիա, Իրան, այդ երեք պետություններով, ինքը ոչ մեկի համար անկլավ չի համարվում, բայց ինքը համարվում է Ադրբեջանի էքսկլավը։ Լավ, արի գործածության մեջ մենք Արցվաշենին մենք Հայաստանի կողմից որ ասում ենք մեր էքսկլավն է, բայց Ադրբեջանի համար դա հայկական անկլավ է։ Հայկական անկլավ է։ Նույնը այն երեքը, որոնք կան, մեր համար անկլավ են, Ադրբեջանի համար էքսկլավ են։ Այսինքն Վերին ոսկեպար, այդ Բարխուդարլու, Տիգրանաշեն։ 3 անկլավներ կան, ադրբեջանական անկլավներ Հայաստանի տարածքում եղել են, այսինքն եկեք ճիշտ բանենք, ժամանակաձևերը օգտագործենք, եղել են խորհրդային ժամանակներում 3 անկլավ, բայց այդտեղ եղել է 4 բնակավայր։ Ուրեմն Քյարքին, որ այսօր կոչվում է Տիգրանաշեն, Արարատի մարզում, ամբողջությամբ շրջափակված է ինքը Արարատի մարզի տարածքով։ Այն ժամանակ Արարատի շրջանն էր, կամ Վեդու շրջանը, եւ Տավուշում 2 հատ ունենք, ունեինք մեկը Վերի ոսկեպարը, ադրբեջանցերեն ասում են յուխարա ասկիպարա, նույն ադրբեջաներեն յուխարը դա վերինն է, ասկիպարան է ոսկեպար բառն է, եւ Բարխուդարլու Սոֆուլում, որը ինքը 2 գյուղ է, Բարխուդարլու եւ Սոֆուլու։ Աղստև գետի 2 ափերին են գտնվում, բայց մի անկլավի տարածքում են։ Մի անկլավ, որը ներառում է 2, այսպես ասած, բնակավայր։ Բայց գանք հյուսիսից Արցվաշենը, Արցվաշենը Հայաստանի, ինչպես դու նշեցիր, միակ տարածքն է Ադրբեջանով շրջափակված, հայկական հետքը Արցվաշենում որ ժամանակներից է։ Շատ վաղուց, միջնադարից, եւ սա փաստագրված է այնքանով, որ մենք այնտեղ ունենք եկեղեցիներ, այնտեղ ունենք գերեզմանոցներ, խաչքարեր, այսինքն ոչ մեկ դա չի կարող հերքել։ Նույնիսկ եթե ադրբեջանցիները իրենց սովորույթի, իրենց ավանդույթի, իրենց քաղաքականության համաձայն հիմա դնեն ամբողջը կոտրեն, ոչնչացնեն եւ այլն, դրանք կան նկարված, դրանք կան փաստագրված, այսինքն լուսանկարները, այդ պատմական տեղեկությունները դրանց մասին միանշանակ են եւ ի դեպ ադրբեջանցիները չեն էլ հերքում, որ դա Հայաստանի տարածք է եղել եւ այսօր օֆիցիալ իրավաբանորեն դե յուրե պատկանում է Հայաստանին, ճիշտ է իրենք ասում են Բաշկենտ, բայց հայկական անունը 1960-ականներից, եթե չեմ սխալվում, Արցվաշեն է, ինքը միշտ եղել է հայկական, Քո Արցվաշենին վերաբերվող հոդվածում դու 1900-ի սկզբի թվականներին հայ-թուրքական բախումների մասին ես գրում, ինչ բախումներ էր եւ այդտեղ ադրբեջանցիներ, թուրքեր, այդ իրենց ազգային ծագումը, այդտեղ մի փոքր կնկարագրես։ Տեսեք, ուրեմն ադրբեջանցի էթնոնիմ, այսինքն այդ ազգի անունը որպես ադրբեջանցի, ինքը 1930-ականների պատմություն է, թե չեմ սխալվում, այսինքն դա, այսպես ասենք, Ստալինի նվերն էր ադրբեջանցիներին, որտեղ ադրբեջանցի չեն իրենք, ադրբեջանցի բառը որտեղից են իրենք վերցրել, դա Իրանի պատմական Ադրբեջան 2 նահանգներ չէ, արևմտյան եւ արևելյան Ադրբեջաններ կան, այնտեղից այն ազարիների, նրանք պարսկական ժողովուրդներ են, իրանական ժողովուրդ են, ազարիները, որոնք այսօր ապրում են այդ իրանական նահանգներում, Ադրբեջան, արևմտյան եւ արևելյան Ադրբեջան, այդ Ադրբեջան պետության անունն էլ ինքնին ձևական է, այսինքն արհեստական է։ Եվ իհարկե ադրբեջանցի, որովհետեւ իրենք էթնիկորեն իրանական ժողովուրդ չեն, ճիշտ է, շիա մուսուլման են, ոնց որ իրանցիները, պարսիկները, բայց իրենք թուրքական ծագում ունեն։ Դրա համար մինչև 1930-ականները
տեղացի մուսուլմաններին, այսինքն կովկասցի մուսուլմաններին, թուրքական ծագման, ասում էին կովկասյան թուրքեր կամ կովկասյան թաթարներ։ Դրա համար պատմության մեջ մենք դպրոցում անցել ենք, չէ, 1900, 1905 թվականների հայ թաթարական բախումներ։ Այնտեղ որ դասագիր կբացեք, այնտեղ չկա հայ-ադրբեջանական բախումներ, որովհետև ցարական Ռուսաստանում ադրբեջանցի հասկացություն այդպեսին որպեսի չկար։ Ինչ էին կիսում մենք այդ ժամանակ, վեճի առարկան ինչ՞ն էր 1900-ի սկզբում հենց կոնկրետ Արցվաշենի տարածքում։ Արցվաշենի տարածքում բնականաբար այդ էթնիկական խնդիրը կար, հողային տարածք, այսինքն ձեր դեռ ցարական ժամանակներից այդ խնդիրը եղել է, հետո ժառանգվել է առաջին հանրապետության կողմից թե մեր թե իրենց, հետո արդեն անցել է խորհրդային միություն։ 1905-1906 թվականներին այդ էթնիկական բախումներն էր, որոնք ազգամիջյան կռիվներն էին, դե գնահատականները տարբեր են, որ հրահրված է եղել ցարական Ռուսաստանի կողմից, չգիտեմ։ Հիմա դրա մեջ չխորանանք, բայց ամեն դեպքում դեռ այն ժամանակներից այդ հողային խնդիրները կային իրենց մեջ եւ դրանք գնացին մինչեւ 1920-ական թվականների վերջ, մինչեւ 30-ականների սկիզբ ըստեյության։ Արցվաշենի տարածքում այդ շրջանում տարածքում բնակիչների կազմում կային թուրքեր, չէ, պատմական աղբյուրներին որ նայում ենք, ըստ էության այնտեղ ադրբեջանցի չի, այսինքն կովկասյան թուրք կամ թաթար այնտեղ չի ապրել, եղել է մաքուր հայկական գյուղ, բայց խնդիրն էր, որ ինքը շրջապատված էր, այսինքն 18-րդ դարի վերջից երևի կամ 19-րդ դարից ինքը շրջապատված էր թուրքական ցեղերով եւ կամաց-կամաց այդ խաշնարածները, հա, անասնապահ թուրքական ցեղերը, որոնք այդ դեպի արոտավայրեր էին գնում, կամաց-կամաց այդ տարածքներում դարձել էին նստակյաց, իսկ երբ որ դու դառնում ես նստակյաց, արդեն սկսում է կամաց-կամաց այդ էքսպանսիա կոչված, այսինքն դու տարածքը քեզնով ես անում, հա։ Եվ 1920-ականների ընթացքում խորհրդային Հայաստանի ղեկավարության ոչ հետևողական քաղաքականության պատճառով, հետևանքով, բայց այդտեղ մի հատ նշենք այդ Անդրկովկասի խորհրդային ֆեդերատիվ սոցիալիստական հանրապետության կազմը եւ դրանում Ադրբեջանի ներողություն Հայաստանի եւ Վրաստանի այդ կառավարման համակարգը եւ այդտեղ 22-ից 36 թվականներին է, որ ոչ միայն Արցվաշենի մասով, այլ նաեւ մյուս անկլավների մասով փոփոխություններ են եղել, այստեղ այս առանցքային կետնակ խնդրեմ այստեղ մի փոքր ավելի բացենք։ Նայեք, երբ որ 20 թվականին Հայաստանը դարձավ խորհրդային, մեզնից մի քանի ամիս շուտ էլ դարձել էր Ադրբեջանը, մի քիչ հետո դարձավ 21 թվականի սկզբին դարձավ Վրաստանը։ Այս երկրները մինչև 22 թվական իրենք խորհրդային էին, բայց խորհրդային միություն չկար։ Խորհրդային միությունը որպես քաղաքական միավոր ինքը կազմավորվել է 22 թվականի դեկտեմբերին։ Մինչև այս բոլորը կախում ունեին Մոսկվայից, այսինքն բոլշևիկյան Ռուսաստանից, բայց իրենք համարվում էին իբր թե անկախ խորհրդային երկրներ։ 22 թվականին այս 3 կովկասյան երկրները Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, որոնք խորհրդային էին, մտցվեցին մի ֆեդերացիայի մեջ, որը կոչվում էր Անդրկովկասյան սոցիալիստական խորհրդային ֆեդերատիվ հանրապետություն, ԱԽՖՍՀ, այսպես մի հատ երկար անուն, հա, ու դրա կառավարման իշխանության գլխավոր գերագույն մարմինը Անդրկենտ գործկոմներ, այսինքն Անդրկովկասյան կենտրոնական գործադիր կոմիտեն։ Ուրեմն այս գործադիր կոմիտեն ուներ հողային վեճերը եւ անտառային վեճերը լուծող հանձնաժողով։ Այդ հանձնաժողովը նիստը հրավիրում որոշում էր այդ վեճերը ոնց լուծեն, որտեղ ոնց ասեցի, դեռ ցարական Ռուսաստանի ժառանգություն էր մնացել այդ հողային վեճերը, հա, պատկերացրեք 18-20 թվականների այդ նորանկախ Ադրբեջանը, Վրաստանը եւ Հայաստան, նրանք եւս ունեին այդ խնդիրները եւ դա շարունակվեց դեպի խորհրդային ժամանակաշրջան։ Ժառանգվեց, հա, այդ կռիվները, այդ վեճերը շարունակվում էր։ Մեկը ասում էր այս տարածքի հիմնա, մյուսը ասում էր հիմնա։ Դու այդ փուլը նկարագրելուց ներկայացնելուց քարտեզներից ես օգտվել, այդ քարտեզները բաց աղբյուրներում կան եւ որ թվականի քարտեզներ են եւ փոփոխությունը անկլավների ի հայտ գալը որ տարեթվերին է լինում, եթե դες կհիշես, եթե չէ նյութի մեջ ուղումները կան։ 26-27 թվերին երբ որ նայում եք, այնտեղ
անկլավ Հայաստանի տարածքում գոյություն չունի։ 22 որ 26-28 Ահա 1926-1928 ավելին Արծվաշենը կապված է Հայաստանի հետ։ ցամաքային կապ Փոքր հանես ցամաքալեզվակ կոչվածը կա եւ ինքը ինչ որ տարածք ունի։ Չնայած պետք է շեշտել, որ ըստ քարտեզագիրների դրանք իրավաբանորեն ուժ չունեցող քարտեզներ են, այսինքն երկու կողմերը պաշտոնապես այդ քարտեզները չեն ստորագրել, բայց ժամանակի քարտեզներ են խորհրդային միության, ասենք խորհրդային Հայաստանի հրապարակած քարտեզն է։ Ինքը գուցե Հայաստանի եւ Ադրբեջանի կամ Մոսկվայի կողմից համաձայնեցված չի, բայց ժամանակի արձանագրումն է։ Իսկ այդ ժամանակ ընդհանրապես խորհրդային Հայաստանի մեջ խորհրդային միության մեջ ներառված հանրապետությունների քարտեզները, սահմանները գծվելու, համաձայնեցնելու կարգ չկար։ Ինչա հայտնի։ Կդժվարանամ ասել հիմա, բայց այն ժամանակ այդ վեճերը լուծող հանձնաժողովներ, որ այդ իրավասությունն ուներ։ Հա, դե Անդրկովկասյան կենտրոնական գործադիր կոմիտեներ, որին ենթարկվում էին այդ ֆեդերացիայի ղեկավար մարմիններ, այս 3 երկրներն է ֆեդերացիայի մեջ էին։ Հիմա այդ հանձնաժողովը նույն Արծվաշենի մասով որոշել էր, որ Արծվաշենը եւ այսօրվա Տավուշի մարզը կամ Բերդի տարածաշրջանը, Շամշադինը, հա, իրար կապող այդ հատվածը շատ բավականին մի քանի հազար հեկտար տարածք ինքը հատկացրել էր Ադրբեջանին։ Անտառային հողեր էին դրանք հիմնական, հետո ադրբեջանցիները մտե զավթել էին եւս մի քանի հազարը, մոտավորապես մի 11000 հեկտարի հասցրել էին, այսինքն իրենցով էին արել, գումարած այն, որ իրանց այսպես ասած օրինական անդրկենտ գործկոմը տվել էր, այսինքն ստացվել էր այնպես, որ Բաշքենդը այսօրվա Արծվաշենը կամաց կտրվում էր Հայաստանի բուն տարածքից։ Ու 27 թվականին դա հələ 23 թվականից այդ process-ը գալիս էր, հա։ Եվ 27 թվականին այն ինչ որ որոշվել էր մինչև այդ ըստ էության կնիկվեց, բայց առաջացել էր այն խնդրեմը, որ Հայաստանի մի մասը, այդ Արծվաշենը կտրվում է Հայաստանի բուն տարածքից, հետեւաբար պետքա կապ ապահովել։ Դրա համար 29 թվականին Անդրկենտ գործողումի նախագահությունը որոշում է, որ եկեք այդ փոքր հող տանք, հա, հողակտոր տանք, որը կմիանա, այսինքն դա պիտի պաշտոնապես ամեն ինչ արվեր։ Այս մասին ընդ որում հայտարարել է, այս մասին մենք գիտենք այսօր Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթյանի այն ժամանակվա հայտարարություններից, երբ որ այս խոսակցությունները կար, ասեցի մի քիչ առաջ, 22 թվականին, 21 թվականին, երբ որ ակտիվ էր 44-րդ պատերազմից հետո, այդ խոսակցությունները եղավ եւ Թաթյանը պնդում էր, ասում էր, որ այս process-ներն են գնացել եւ այն ժամանակվա մեր ղեկավարության անհետևականության պատճառով այս իրավիճակն է ստեղծվել եւ դրա հետևանքով Արծվաշենը դարձել է էքսկլավ։ Հողում էր տալիս այդ հողային վեճերի հանձնաժողովի որոշումներին եւ Անդրկենտ գործկոմի բանին, նախագահությանը, երկու տարբեր բաներ, հա, մարմիններ եւ 29 թվականին որոշումը, որ պիտի Արծվաշենը կապ ունենա Հայաստանի հետ, բայց այդ որոշումը ըստ էության կյանքի չի կոչվում, կամ եթե նույնիսկ կոչվել է կյանքի, քարտեզներում չի արտացոլվել։ 30 թվականի քարտեզի մեջ չենք տեսնում Արծվաշենը որպես մեկ ամբողջական Հայաստանի մաս։ Տեսնում ենք արդեն էքսկլավ։ Վերին ոսկեպարում հայկական հետքը շատ ավելի հին է եղել եւ այդտեղ պատմամշակութային այնպիսի ժառանգություն կա, որը որ փաստագրվել նկարներով նաեւ կանգուն է, հիմա մարդիկ կարող են գնալ տեսնել։ Այստեղ առանձնահատկությունը վերին ոսկեպարի դեպքում նաեւ այն է, որ ինքը Հայաստանից Վրաստան գնացող ճանապարհի հենց ամբողջ այդ հատվածում է ռազմավարական նշանակությունը շատ ավելին է, քան Արծվաշենին է։ Նույն ժամանակահատվածի այս նույն որոշում, այս հողային հարցերի հանձնաժողովը, որ կար վեճերի լուծման, նույն տրամաբանությամբ է վերին ոսկեպարը դարձել անկլավ։ Թե ոնց է վերին ոսկեպարը անկլավ դարձել, մի քիչ կոնկրետ ինձ համար անհայտ չի, հստակ չի, նույնը վերաբերում է
Տավուշի մարզում, այսօրվա Տավուշի մարզում նախկինում առաջացած Սոֆլու Բարխուդարլու անկլավին, որովհետև նույն Արման Թաթյանը ասում է, որ 29 թվականին այդ հանձնաժողովը, հողային հանձնաժողովը, այս տարածքները հանձնել է Դիլիջանի գավառին։ Այն ժամանակ այսօրվա Տավուշի մարզը կոչվում էր Դիլիջանի գավառ, հետո դարձավ Իջևանի գավառ, հետո Իջևանի շրջան, Նոյեմբերյանի, այնց վերակազմավորվեց 30 թվականից հետո։ Բայց 29 թվականին այդ տարածքները ըստ Թաթյանի հայտարարության եւ ինքը օրն է նշում է, որ օրվա հանձնաժողովի որոշմամբ հանձնվել են Հայաստանին, Դիլիջանի գավառին։ Հետո թե ոնց են դրանք դարձել ադրբեջանական, մտել ադրբեջանական Ղազախի շրջանի մեջ մինչև 90-ականներ, երբ հայկական ուժերը վերահսկողություն սահմանեցին։ Էլի հայտնի չի։ Եվ հիշենք քարտեզներում ոնց է փոփոխությունները։ Քարտեզներում էսպես է, ուրեմն 26 թվականի, 28 թվականի քարտեզներում այնտեղ այսօրվա Տավուշի մարզում մենք անկլավ չունենք։ 39 թվականի քարտեզում Քյարքին չի երևում, այսինքն որպես անկլավ չկա, բայց կան այդ երկուսը վերևում։ Այսինքն Սոֆլու Բարխուդարլուն եւ Վերին Ոսկեպարը երևում են, Արցվաշնն էլ արդեն էքսկլավ է, բայց Քյարքին երևում է, ասենք 58 թվականի քարտեզում, ավելի ուշ, հա։ Իսկ Սոֆլու Բարխուդարլուի այդ տարածքներում հայկական հետքը եւ Վերին Ոսկեպարի մասով խնդրում եմ ասես։ Վերին Ոսկեպարում հայկական հետքը բավականին հին է, վաղ միջնադարից է գալիս։ Տեսեք, Ոսկեպար գյուղի հին լինելը մենք կարանք տեսնենք ամենապարզ ապացույցով։ Ոսկեպարի տաճարով կամ հայտնի Սուրբ Աստվածածին եկեղեցով, որը 7-րդ դար է թվագրվում, վաղ միջնադար։ Այսինքն այն ժամանակ հայեր են եղել։ Պարզ է, ադրբեջանցիներն որ թողես կասեն ալբանացիներ են եղել, բայց հայերը այնտեղ դեռ 7-րդ դարում իրենց հետքը թողել են։ Եվ իրականում այսօրվա Ոսկեպարը նույն հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հավաստմամբ եղել այդ եկեղեցու մոտ։ Իսկ այդ եկեղեցին այսօր որ նայում ես, ներքին Ոսկեպարի, այն որ սահմանազատումից, այսպես կոչված սահմանազատումից հետո թողեցին, հանձնեցին ադրբեջանցիներին, այսինքն մի մասն էր, որ մեր վերահսկողության տակ էր, գյուղի մեծ մասը, բնակելի հատվածը, բան էր ինքը, Չեզոք գոտի էր, որտեվ ադրբեջանցիները լանջով իջել էին, մերոնք ներքևում էին, գյուղի տների մի մասը մերոնց թիկունքում էր, բայց հիմնական մասը Չեզոք գոտում էր։ Հիմա այդ գյուղը մեր զորք ամբողջությամբ հետ է քաշվել, այսպես կոչված սահմանազատված գծի տեսքով, այսինքն նախկին սովետական վարչական սահմանից տեսքով, եւ ներքին Ոսկեպարը, որ ադրբեջանցիներն ասում են Աշաղասկի պարա, ամբողջությամբ հիմա իրանց վերահսկողության տակ է ադրբեջանցիների։ Այդ Ոսկեպարի եկեղեցին Սուրբ Աստվածածինը հենց սահմանի քթին է։ Եվ նախկինում գյուղը այդտեղ է եղել։ Հետո 12-րդ, 13-րդ դարերում քոչել է գյուղը մի քիչ վերև։ Հայկական տարածքում է հիմա այդ հատվածը, բայց գտնվում է Վերին Ոսկեպար Հայաստան, նախկին այդ վարչական սահմանի հայտ անկլավի ու Հայաստանի մոտ, այսօրվա Ոսկեպար գյուղը դիմացը։ Արանքով անցնում է Ոսկեպար կամ Ջողազգետը, դիմացի ափին է եղել, ու ասում են մինչև 1860-ականներ հայերը այնտեղ ապրել են։ Հիմա այդ հնավայրը կոչվում է գյուղատեղին, կոչվում է Հին Ոսկեպար։ Եվ Վերին Ոսկեպարն էլ է միջնադարում առաջացել, նա էլ են ասում Հին Ոսկեպար, բայց եկեք չշփոթենք Հին Ոսկեպար եւ Վերին Ոսկեպարը, որտեղ դրանք տարբեր մոտ 2 կիլոմետր է իրանց տարբերությունը, այնտեղ մինչև այսօր հայկական հուշարձաններ կան։ Բայց հետաքրքիր է, որ թուրքական մի ցեղ երբ որ այնտեղ հաստատվել է 19-րդ դարի վերջին, այսինքն 1880-ականներին, իրանք սկսել են ոչնչացնել հայկական միջնադարյան գերեզմանոցը։ Ի տարբերություն մերոնց, որոնք որ պահպանել են այսօր եթե դուք գնաք, կտեսնեք ադրբեջանական կովկասյան թուրքերի, ճիշտ կլինի ասել, գերեզմանոցը, որի հին նմուշների այդ տապանակայրի վրա արաբատար է գրած։ Ինչի արաբատար։ Լեզուն, որտեղ իրանք չունեին սեփական այբուբենը։ Այսինքն իրանք օգտագործում էին արաբատար այբուբեն, գուցե գրում էին թուրքերեն կամ չգիտեմ երբեմն նաև արաբերեն, բայց հայերը դրանց ձեռք չեն տվել, այսինքն մինչև այսօր այնտեղ պահպանված է այդ գերեզմանոցը։ Մերոնք
այդ հուշարձաների հետ կռվելու խնդիր չունեն։ Այս եթե գանք այդ Սոֆուլու Բարխուդարլուին, շատ մոտ է հայկական բնակավայրին, ազատամուտին, որտեղ մարդիկ եթե նայեն Google-ի քարտեզներով սահմանը գրեթե sense կպած են, այսինքն այդտեղ ընդհանրապես Սոֆուլու Բարխուդարլուն ոնց են հայտնվել այդտեղ։ Սոֆուլու Բարխուդարլուն իրանք հայտնվել են ըստ Սամվել Կարապետյանի 19-րդ դարի վերջին, էլի 1800-ականների վերջին։ Ի տարբերություն վերին ոսկեպարի Արծվաշենի, այստեղ հայ հեղինակները, հայկական աղբյուրները չեն նշում, որ իրենք նախկինում եղել են հայկական բնակավայրեր։ Բնականաբար տարածք եղել է հայկական, բայց այդտեղ որ եկել են խաշնարածները թուրքական ցակման, իրենք ըստ էության այդտեղ նոր բնակավայր են հիմնել։ Այսինքն իրանց տեղում հայկական բնակավայր չի եղել, բայց իրենք հաստատվել են այդտեղ եւ հետո ոնց որ վերին ոսկեպարն է ինչ-ինչ պայմաններում դարձել ադրբեջանական Ղազախի շրջանի էքսկլավ, իրենց համար էքսկլավ, մեր համար անկլավ, նույնը Սոֆուլու Բարխուդարլուն։ Քարտեզների բանը ոնց է ժամանակահատ փոփոխությունը որ քարտեզում է երևում, որ թվականի։ 39 թվականի քարտեզում ինքը արդեն կա։ Եվ ինքը եւ վերին ոսկեպարը երևում են 39 թվականի քարտեզում։ Սոֆուլուն առանձին Բարխուդարլուն ընդհանուր դե Արանքով անցնում է գետ Աղստև գետը, երկու գյուղերը տարբեր ափերի վրա են։ Այստեղ խնդիրը հետեւյալն է, որ Արծվաշենը ի տարբերություն ադրբեջանական անկլավների ինքը փակուղի է ոնց որ, հա, որովհետեւ ինքը չի տանում դեպի ինչ որ ռազմավարական նշանակության վայր։ Բայց շատ ներողություն, քանի որ պետքա գնահատում ես նաև նշանակությունը, արի խոսենք Տիգրանաշենից եւ կապենք այդ փուլում քննարկենք Տիգրանաշենը ընդհանրապես նախկին Քյարքի անունով քարտեզներում շատ ավելի ուշ է հայտնվում, եթե ես ճիշտ եմ հիշում։ Քարտեզներում ինքը 26, 28, 39 այդ թվականների քարտեզներում ինքը չկա որպես անկլավ, բայց մենք գիտենք, որ այդտեղ եղել է թյուրքաբնակ գյուղ, նույն ցարական ժամանակների աղբյուրեն նշվում է Կյարկի, Արման Թաթոյանը մարդու իրավունքների նախկին պաշտպանը ասում էր, որ այդ Քյարքի բառը իրականում հայկական քարքե բառի ձևախեղումն է, աղավաղումն է, բայց թուրքերն ասում են, որ Քյարքի բառը ծագել է նույնանուն թյուրքական ցեղից, որը այստեղ եկել է Միջին Ասիայից եւ այլն։ Եվ այդպիսի այդ ցեղի ներկայացուցիչները ապրում են նաեւ Թուրքմենստանում, այլ երկրներում, բայց նույն թուրքմենական աղբյուրներն ասում են, որ Քյարքի բառը ունի պարսկական ծագում եւ ոչ թե թուրքական, եւ նշանակում է ամրոց, անառիկ ամրոց եւ այլն, լեռնային ամրոց, այնպես որ այստեղ էլ կոնֆլիկտ կա, նույն երկուսն էլ թուրքական ծագում ունեն, չէ՞, եւ թուրքմենները եւ ադրբեջանցիները, այնպես որ այստեղ էլ չհասկացված պահ կա, ի վերջո Քյարքի բառը ինչ է նշանակում։ Նու Արման Թաթոյանը իր բացատրությունն է տալիս, որ դա քարքե բառն է եւ դրա հարևանությամբ եղել է հայկական գյուղ Գենուտը, որը հետո կիսվել է երկու մասի, Ջաֆարլու եւ Գյունուտ, էլի աղավաղված։ Հետագայում որոնք չկան, այսօր Արաքս գետի վտակի մոտ էր։ Չէ, դա երկրորդ Քյարքին էր, որը այսօր արդեն Թուրքիայի տարածք է, Նախիջևան Թուրքիայում փոքր հատվածը որ կա, ցամաքային կապը։ Հիմա Արաքսի աչափին նախկինում եղել է մեկ այլ Քյարքի անունով գյուղ, իսկ այսօրվա Քյարքի հարևանությամբ այդ երկու գյուղերը վրա ասեցի, իրենք ոնց են էլի նույն պատմությունն է, այսինքն ժամանակին եղել են Հայաստանի տարածքում 26 թվականի քարտեզում Թաթոյանը ցույց էր տվել, իսկապես հիմա եթե նայենք կտեսնենք, հենց սահմանագծի մոտ երկու գյուղ Ջաֆարլու եւ Գյունուտ։ Թող մեր հերոստատիտողին զարմանքի մեջ չգցի, որ ադրբեջանական անուններ են եւ այլն, իրականում ոնց ասեցի Գենուտ է եղել անունը եւ պետք չի կարծել, որ եթե ադրբեջանաբնակ է կամ թուրքաբնակ է, ապա պատկանում է Ադրբեջանին, ոչ։ Հայաստանի տարածքում եղել են բազմաթիվ բնակավայրեր, որտեղ ապրել են այլ ազգությունների մարդիկ, ոչ միայն հայեր։ Եվ այդ գյուղերը նույն Ջաֆարլուն մնացել է Հայաստանի տարածքում, հետո անունը Սմբուլ է դարձել, հետո բան եղել
ադրբեջանաթափվել է, այսպես ասենք, այսինքն հեռացել են մարդիկ այդտեղից, ապա բնակեցվել է։ Ինչպես հայերը Ադրբեջանի տարածքից։ Հա, բայց դա հետ կապ չունի, 40-ականներին, հա, ուղղակի ինչ-ինչ պայմաններում ադրբեջանցիները թողել են, գնացել են դեպի Նախիջևանի տարածք, ապա բնակեցվել է, իսկ Գյունութը դարձել է Նախիջևանի մաս։ Հա։ Եվ կհիշեք 18 թվականին, երբ որ ադրբեջանցիները առաջ խաղաղություն ունեցան Չեզոք գոտում, իրենք առաջ եկան, մտան այդ գյուղի տարածք, իրենց դիրքերը բարելավեցին։ Հիմա այդ գյուղը բնականաբար մեր դիրքերից լավ վերահսկվում է, լավ դիտարկվում է, բայց իրանք այդտեղ խրամատներ են տեղակայել։ Դու հոդվածներից այս հոդվածաշարից մեկում հենց հարց ես բարձրացնում, թե ինչու է որ այս կարևոր ճանապարհները վերահսկող հենց այս գյուղերը դարձան անկլավներ, ու եթե Հայաստանում կային ադրբեջանցիներով բնակեցված այլ ռազմավարական դիրքեր չունեցող գյուղեր, դրանք չդարձան անկլավներ։ Դա ըստ էության եղել է։ Դու հարցը տվել ես, բայց որոշակի պատասխան դու քեզ համար ունես, չէ՞։ Բնականաբար, կարծում եմ, որ եւ տարբեր մասնագետներ են այդ նույն կարծիքին, որ դա եղել է խորհրդային միության քաղաքականությունը, ոնց որ ասում են բաժանիր որ տիրես, այսինքն բաժանիր այնպես, որ վեճեր առաջանան եւ դու այդ վեճերը կարգավորող լինես, այսինքն մեծ եղբայրը լինես եւ փոքր եղբայրները անդադ քեզ դիմեն տարբեր խնդիրներով, տարբեր հարցերով, դու գնաս այնտեղ կարգավորես, լուծում տաս եւ այլն եւ այլն, այսինքն քեզնից անմիջական կախման մեջ լինեն։ Եվ այնպես լինի, որ մի երկիրը մյուս երկրից անդադ կախման մեջ լինի։ Տեսեք, օրինակ Քյարքին առաջացել է Հայաստանի հյուսիսը կամ Արարատյան դաշտը, հա, սիրտը, Երևանը, Զանգեզուրին, Սյունիքին, Վայոց ձորին, Արցախին կապող ճանապարհի վրա։ Իսկ Արցախը եղել է հայկական 20-ականներից առաջ եւ հետո նաև մինչև 2023 թվական մեծամասամբ հայաբնակ, այսինքն միշտ այնտեղ Երևան Ստեփանակերտ այդ ճանապարհը կար, Քյարքին դրա վրա էր, բառի բուն իմաստով անկլավը դրա վրա էր։ Վերին ոսկեպարը որևէ ճանապարհի վրա չէր, բայց վերահսկում էր Երևանից Սևան, Իջևան, Թիֆլիս, Թբիլիսի գնացող ճանապարհը։ Եվ երբ որ դու նայում ես իր լեռնային տեղանքը այնքան լավն է, որ ինքը մինչև այսօրվա Լոռու մարզ համարյա հասնում է, ամենամեծ անկլավն է եղել, 26 քառակուսի կիլոմետր պլյուս մինուս։ Իսկ Սոֆուլու Բարխուդարլուն Երևան, Սևան, Իջևան, Ադրբեջանի սահման, այսինքն Երևանից դեպի Ղազախ միջպետական ճանապարհն է վերահսկել։ Հենց դրա վրա է եղել։ Ընդ որում, այդտեղ անցել է նաև երկաթուղի։ Երևան-Ադրբեջան, այն Իջևան-Ղազախ երկաթգիծը, ընդ որում Բարխուդարլում եղել է կայարան։ Իջևանից գնացք երբ որ մեկնել է, մի հատ կանգ առել Բարխուդարլու, հետո մտել է Ադրբեջան, հա, այսինքն միակ կայարանը եղել է Իջևանում։ Դու կարծում ես, որ հատուկ քաղաքական հենց հաշվարկները ի սկզբանե դրվել են այդ ժամանակ։ Բնականաբար, տեսեք, նույն ասենք Ադրբեջանի տարածքում դե Արցվաշենը հայկական է եղել, բայց Արցվաշենով էլ անցնում են էլի կարևոր ճանապարհներ, որովհետև այնտեղ գյուղեր կան Արցվաշենի եւ այսօրվա Տավուշի մարզի արանքում, Շենիխայրումի այդ գյուղերը 20 քանի գյուղ է, մի համայնքի մեջ են։ Արցվաշենովա ճանապարհները։ Արցվաշենովա գնում։ Ու հիմա ադրբեջանցիները եթե ռեպորտաժներ նայեք, ասենք նույն Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայության, այնտեղ ադրբեջանցիներն ասում են, որ հայերը հանկարծ հետ գան այստեղ, մենք այդ գյուղեր չենք կարողանալու գնան, կապը կկտրվի եւ այլն, բայց դրան լուծում կա։ Բայց դա տեղական նշանակություն ունի։ Տեղական նշանակություն ունի, միջպետական ճանապարհի վրա չի։ Նայեք, մենք կարանք ինչ անենք։ Տեսնենք, թե Ադրբեջանը ինչ ճանապարհներ է սարքում նույն օկուպացված Արցախում։ Եվ ինչ արագությամբ։ Չգիտեմ, Արաքսի ափով, այո, ինչ արագությամբ, մինչև Նռնաձոր, Հորադիզից մինչև Նռնաձոր ինչ ճանապարհներ է սարքում։ Ադրբեջանի համար դժվար է Արցվաշենը շրջանցող ճանապարհ սարքել։ Նույն լեռների միջով, չգիտեմ, թունել սարքելով կամ վեր գետնյա ճանապարհ սարքելով։ Հայաստանում հանրային քաղաքական տիրույթում փորձ է նաև արվում հավասարեցնել արժեքները, չափերը, այսպես ասած, իբրև համարժեք կարող է լինել, եթե նույնիսկ գա փոխանակման հասնի հարցը, համարժեք է Արցվաշենը մյուս անկլավների հետ։ Ինչքան էլ նժարի վրա։ Ինչքան էլ ընդունենք, որ Արցվաշենը մերն է եղել, մեր պատմական հողն է եղել, մենք այնտեղ ունենք հարուստ ժառանգություն եւ այլն,
եւ ցավալիորեն են կորցրել 1992-ի օգոստոսին, պետք է ընդունենք, որ Արցվաշենը համազոր չի իր նշանակությամբ, համազոր չի այն անկլավներին, որ ժամանակին ձևավորվել էին Հայաստանում։ Եվ դա ըստ էության ընդունում են նաև արցվաշենցիները, հարգանքս իրենց, որ իրենք երբ որ սառը դատում են, մարդիկ ասում են, որ թող Արցվաշենը մնա իրենց ինչքան է որ մերն է եղել, բայց այսօրվա անկլավները մնան Հայաստանին, այսինքն փոխանակում տեղ ունենա, որովհետև մարդիկ հասկանում են, թե ինչ է նշանակում Արցվաշենի այնտեղ մնալը եւ այս անկլավների այստեղ մնալը, այսինքն այդ փոխանակումը։ Դա նշանակում է Հայաստանի տարածքում չտեղադրել ականներ մեր ինքնիշխանության, մեր ենթակառուցվածքների տակ, որովհետեւ մի հատ ուրիշ հարց է ծագում։ Երբ որ ադրբեջանցիներն եկան այդ անկլավներ, որոշ բաներ կան, այտենց մասնագետներ ճակերտավոր, ասում են, որ գան ինչ են անելու, փշալարերի մեջ են ապրելու, ամբողջ կողմից այդ անկլավը շրջափակելու ենք, բանից դուրս են գալու, մի բանից անցակետից դուրս են գալիս, հա, մյուս անցակետով մտնելու են եւ այլն։ Օրինակ, པարզ օրինակ բերենք, վերին ոսկեպարը ոնց է կապվելու բուն Ադրբեջանին, հա։ Արանքում գտնվում է ոսկեպար հայկական գյուղը։ Ոսկեպար հայկական գյուղը այնպիսի աղետ է տեսել բանի ժամանակ 91 թվականի մայիսին, երբ որ հայ ոստիկաններին սպանեցին, որ շտապում էին ասես որ համակեցությունը նախ շատ մեծ խնդիր ա լինելու, գումարած դրան այդ կոմունիկացիան, եթե ադրբեջանցիները ոսկեպար գյուղի միջով պիտի անցնեն, պատկերացնեմ թե ինչ խնդիրներ են այնտեղ ծագելու։ Չգիտեմ այնտեղ էստակադա պիտի կառուցվի, թունել պիտի փորվի, թե ինչ պիտի արվի, բայց մեկ է, այն որ խնդիր ա լինելու, դա միանշանակ է եւ արի մի քիչ ավելի լայն տարածքով Քյարքի մասով Տիգրանաշենի օրինակ ոնց են գնալու։ Սովետական միության ժամանակ օրինակ իրենք գնացել են բանով, Պարուշսևակ, Երասխ եւ մտել են Սադարակ։ Հիմա այնտեղ ձոր է, դժողքի ձորի մի մասն է։ Սա բանից Քյարքից դեպի Նախիջևան, դեպի Սադարակ։ Այդ ճանապարհը նորից պիտի օգտագործվի, այսինքն Քյարքից պիտի դուրս գա այնտեղ Պարուշսևակ եւ Երասխ այդ ճանապարհով պիտի գնան, այսինքն խաչվեն հայերի ու ադրբեջանցիների ճանապարհները։ Ալիևը կանգնում ասում է իմ բեռնատարները չպիտի տեսնեն հայ մաքսավորի դեմք, չգիտեմ։ Եվ դրա համար թրիփի տարբեր back office, front office ինչ որ բաներ են հնարում, լուծումներ գտնում եւ այլն։ Իսկ հիմա ոնց պիտի անեն, որ Քյարքից դուրս եկողը, Տիգրանաշյանից դուրս եկողը, չգիտեմ, հայի չհանդիպի կամ ինչ որ, այսինքն դժվար է բանել, հա։ Բայց դու հոդվածներում այդ ժամանակի Հայաստանի ղեկավարության գործողությունները դու ես գնահատում ինչ որ իմաստով անհետևողական, բայց հիմա էլի կարևոր որոշումներ են, որոնցով այս վեճերը որ կարևոր որոշումներ պետք է կայացվեն, որոնք որ հետագայում սերունդների համար կարող են կամ բեր դառնալ, կամ լավ լուծում դառնալ։ Այս փուլի համար ինչ լուծումներ պետք է անեն։ Որը որ հետագայում տարիներ հետո չի նույն գնահատականին արժանանա։ Եթե ես որոշում կայացնող լինեի, եւ ընդհանրապես իմ համար լավագույն տարբերակը այս ստատուս քվոյի պահպանումն է, այսինքն ստատուս քվոն վերածվեր դե յուրե իրավիճակի, Հայաստանի կառավարությունը Փաշինյանի թիմը պարբերաբար հայտարարում էր, որ մենք այն որ Արցվաշենը մեզ է պատկանել, մեզ է պատկանում, մենք դրա իրավական հիմնավորում ունենք, բայց մենք չունենք իրավական հիմնավորում, որ ադրբեջանական անկլավները ձևավորվել են իրավական հիմքի վրա, այսինքն դրա համար ասում էին, եթե ադրբեջանցիները ներկայացնեն այդ հիմնավորումները, մենք կքննարկենք։ Մեր ձեռքի տակ նման հիմնավորումներ չկա։ Այսինքն դա էլ հարց է, որ նոր ասում էի, հայտնի չի թե ոնց ձևավորվեցին 29 թվականից հետո այդ անկլավները, այդ խնդրի մասին է խոսքը։ Հիմա ինչ լուծման կգան Երևանն ու Բաքուն, դժվար է ասել, բայց մի հատ խնդիր կա։ Սահմանազատումն ու սահմանագծումը շարունակվելու է, դա երբ հայտարարվեց 25 թվականին կարծեմ հայտարարվեց։ Կարծեմ Հյուսիսից Հայաստան, Վրաստան, Ադրբեջան խաչման կետից։ Այսինքն նոյեմբերյանի տարածաշրջանից այսօրվա նոյեմբերյան խոշորացված համայնքից շարունակվել է հարավ։ Դա նշանակում է, որ առաջինը ի հայտ է գալու ադրբեջանական նախկին այդ երկու անկլավների, Վերին Ոսկեպարի եւ Բարխուդարլու Սոֆուլուի տալու չտալու հարցը։ Հետո նոր, երբ որ հասնի Գեղարքունիքի մարզ, այնտեղ Արցվաշենի թեման։
Գուցե առանձին քննարկեն այդ հարցը, այսինքն սահմանազատումն ու սահմանագծումը անեն այդ հատվածում, այդ հարցը թողեն հետագայի, չգիտեմ։ Բայց իսկապես դա բարդ process ալնելու եւ այդ կոմունիկացիայի ապահովումը այս միջ էթնիկ հարաբերությունների լարված ֆոնին այդ քայլին, կտրուկ քայլին գնալը ես լավ ապագա չեմ կանխատեսում։ Բայց նաև նկատի ունենանք, որ Հայաստան-Վրաստան սահմանագծման, սահմանազատման այդ հարաբերությունները տարիներով չեն հանդիսանում, Ջիլիզայի հատվածի հարցը կա եւ այլն։ Այսինքն դա հաշված տարիների կարճ ժամանակի խնդիր չի։ Շատ բարի, ես հիշեցնեմ, որ մեր այս քննարկման ժամանակ արծարծված հոդվածների հղումները մենք կտեղադրենք այս տեսանյութի նկարագրություններ բաժնում եւ կարողանաք ավելի մանրամասն եւ դետալացված տեսնել այն որոշումները, քարտեզները, այն տվյալները, որի մասին Վահեն քիչ առաջ խոսեց եւ ներկայացրեց։ Իսկ եթե կարևորում եք հետքի աշխատանքը, կարող եք մեր խմբագրությանը ֆինանսապես օժանդակել, միանալով մեր Patreon-ի եւ ամսական սկսած ընդամենը $2 աջակցել հետքին։ Patreon-ի հղումը նույնպես կգտնեք այս տեսանյութի նկարագրությունների բաժնում։ Բաժանորդագրվեք հետքի YouTube-յան ալիքին եւ հետեւեք մեզ մյուս սոցցանցերում։